Քարոզարշավի ընթացքի վերաբերյալ ինչ կարող եք ասել, ՔՊ-ին ուղղված բազմաթիվ քննադատություններ կան, ինչպես նաև բազմաթիվ դեպքեր են արձանագրվել խախտումների, ինչ կարող եք այդ առումով ասել։ Ամեն ինչ հրապարակված է, մենք էլ հրապարակային հայտարարություններ արել ենք եւ գրավորել կանենք։ Հրապարակային հայտարարություններով փորձում եք հերքել անհերքելին, սա է խնդիրը։ Չափազանցրած է։ Ինչն է չափազանցված, որ բարեգործության անվան տակ քարոզարշավ եք իրականացնում։ Քարոզարշավ չենք իրականացրել։ Հաղորդում եք ներկայացվել նաև այդ փաստով։ Ներկայացվել է, գործը կքննվի, կհասկանանք։ Այսօր ոչ, բայց սովորաբար աշխատանքային ժամին դուրս եք գալիս քարոզարշավի եւ նաեւ ահազանգ են հնչում ձեր կողմից վարչական ռեսուրսի կիրառման վերաբերյալ։ Ուրեմն ես իմ աշխատանքային ժամերին քարոզարշավ երբեք չեմ արել։ Երբեք։ Ես բազմիցս ցերեկը ձեզ տեսել եմ քարոզարշավին։ Ոչ մեկ չի ֆիքսել քարոզարշավ անելուց, այսինքն հետևաբար չեմ եղել եւ դրա համար չեն ֆիքսել։ Ձեր կարծիքով ինչ շանսեր ունի քաղաքացիական պայմանագիրը էջմիածնում, հաշվի առնելով այն, որ նախ քաղաքացիական պայմանագրի կառավարման ժամանակահատվածում գրեթե բոլոր ոլորտներում ձախողումներ են, նաև կորուստներ են արձանագրվում եւ բացի դրանից թիմային մարմիններում, որտեղ քաղաքացիական պայմանագիրը չի հաղթում, քաղաքապետերը կամ կալանավորվում են, վերջի դեպքն էլ տեսակ Փարաքարի սպանությունը համայնքապետի։ Ուրեմն քաղաքացիական պայմանագիրը վաղարշաբաթում հաղթելու է ու չի քննարկվում այդ, մենք վստահ ենք, որ արդեն հաղթել ենք։ Գյումրիում էլ էին վստահ, որ հաղթելու են, հետո անցան կալանավորումը որպես մահակ օգտագործելուն, Փարաքարում էլ էին վստահ, որ հաղթելու են, հետո տեսանք ինչ զարգացումներ տեղի ունեցան։ Այստեղ վստահ ենք ու կհաղթենք։ Ինչի շնորհիվ, վարչական ռեսուրսի կիրառման, խուլիգանական պահվածք դրսևորած համայնքապետերի աջակցությամբ։ Ովքեր են խուլիգան։ Օրինակ, Խոյի համայնքապետի անունը շրջանառվում է աղմկահարույց պատմությունների հետ, Դաշտի համայնքապետի անունը աղմկահարույց պատմությունների մեջ։